Գյումրու 88-ի անմեղ զոհերի հիշատակի կոթողի մոտ նախ հարգանքի տուրք են մատուցում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Այսպես մեկնարկեց Ֆրանսիայի նախագահի այցը Գյումրի։ Ֆրանսիայի նախագահը և Հայաստանի Հանրապետության վարչապետը հարգանքի տուրք մատուցեցին 1988 թվականի զոհերի հիշատակին արդեն ամենափրկչին կից այգու մոտ գտնվող կոթողի տարածքում։ Բազմամարդ էր Գյումրու կենտրոնական հրապարակը, Ֆրանսիայի նախագահի առաջին այցով ոգևորված քաղաքացիները շտապում էին նախագահի ձեռքը սեղմել ու լուսանկարվել։ Երկու երկրների բարեկամությունը մշակույթի քաղաքում հենց մշակույթով պետք է ամրապնդվեր, համոզված են ԿԳՄՍ նախարարությունում։ Ամեն ինչի սրտում եւ ամեն ինչի առաջնագծում մշակույթն է։ Մենք սկսել ենք մեր երկխոսությունը, մեր սերտ կապերը դարեր ի վեր մշակույթով եւ այսօր բնականաբար մենք մշակույթով շարունակում ու ամրապնդում ենք։ Երաժշտական կամուրջ Հայաստան-Ֆրանսիա խորագրով համերգին բեմին էին հայ եւ ֆրանսիացի հայտնի կատարողներ։ Դասական հնչյուններով Հայաստանից Ֆրանսիա երաժշտական ճամփորդությանը եւս ներկա գտնվեցին երկու երկրների ղեկավարներն ու բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ շեշտեց, թե ինչ մեծ ժողովրդականություն է վայելում Էմանուել Մակրոնը Հայաստանում, վերջինս էլ վերհաստատեց Հայաստանի կողքին լինելու պատրաստակամությունը։ Երբ որ Ֆրանսիայում նախագահ Մակրոնի հետ խոսում էինք, ես իրեն ասում էի, որ դուք Հայաստանում շատ մեծ ժողովրդականություն եք վայելում, ինքն էլ ասում է դե լավ երևի չափազանցնում ես։ Հիմա ամեն անգամ, երբ որ այսպիսի տեսարան է լինում, ես անդադ իրեն հիշեցնում եմ, ասում եմ, տես որ չէի չափազանցնում։ Խնդրում եմ մի հատ բուռը ծափերով նախագահ Մակրոնին ողջունել։ Personne n'a oublié ce jour de décembre 1988 où les horloges se sont arrêtées. Ոչ ոք չի մոռացել 1988 թվականի դեկտեմբեր ամիսը, երբ ժամացույցները կանգ առան։ Où la ville a été touchée Երբ ամբողջ քաղաքը քարացավ, et où le monde s'est levé pour toi, Arménie. աշխարհը կանգնեց ոտքի քեզ համար Հայաստան։ Nous savons toutes les difficultés qu'il y a eu ces dernières années. Մենք գիտենք բոլոր այն դժվարությունները, որի միջով դուք անցել եք այս վերջին տարիներին։ Mais comme Gyumri est là, avec ce nouveau visage, l'Arménie avance en paix, en stabilité, avec l'Europe. Եվ քանի Գյումրին այստեղ է, Հայաստանը առաջ է գնում խաղաղությամբ, կայունությամբ Եվրոպայի կողքին։ Et comme nous étions là en décembre 1988, nous étions là dans les pires heures de 2020 et nous serons là aujourd'hui et demain à vos côtés. Եվ ինչպես մենք ձեր կողքին էինք 1988 թվականի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա այժմ ձեր կողքին։ Պատմական են որակում այս այցը ինչպես գյումրեցիներն, այնպես էլ պաշտոնատար անձիկ։ Այդ այցին սպասում էին նաև Գյումրու թիվ 10 հիմնական դպրոցում։ Սա մի պատմական այց է, որը հետո ոսկե տառերով գրվելու է դպրոցի պատմության մեջ։ Ոսկե տառերով, սակայն այստեղ չգրվեց Էմանուել Մակրոնի այցը։ Ֆրանսիայի Հանրապետության նախագահն ու Հայաստանի Հանրապետության վարչապետը չայցելեցին դպրոց, որը ի դեպ նախապես պլանավորված էր։ Հիշեցնենք, այս դպրոցը կառուցվել էր ավերիչ երկրաշարժից հետո ֆրանսիական ներդրումներով։ Նախագահի այցն ավարտվել է քաղաքում շրջայցով։ Alors merci Gyumri, merci l'Arménie et n'oubliez jamais que la France vous aime
Շնորհակալություն Գյումրի, շնորհակալություն Հայաստան եւ երբեք չմոռանաք Ֆրանսիան սիրում է ձեզ։ Vive l'Arménie, vive la France, vive Gyumri. Կեցե Հայաստանը, կեցե Ֆրանսիան եւ կեցե Գյումրին։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։